Այս աշխարհի ունայնություն դու դիջեև համայիտ ես կփնտրեմ ինձ փրկություն ու հոգուս խիթարի իշկանալ ես կյանք ունենամ այս շուշտորմը Իիսուսի որ հավատամ հավիտենը պես ապրի բայց Իիսուսի որ հավատամ հավիտենը պես ապրի ով չխաբի սուտ բաներ որը կաղցր Շորմը գվերի բայց Իիսուսի որ հավատամ հավիտենը պես կապրի բայց Իիսուսի որ հավատամ հավիտենը պես կապրի հարստություն Շուշտորմը գվերի բայց Իիսուսի որ հավատամ հավիտենը պես կապրի բայց Իիսուսի որ հավատամ հավիտենը պես կապրի Փառք Հիսուսին, եղբայրներ քույրեր։ Գոհանում ենք Տիրոջից այսօրվա գեղեցիկ հնարավորության համարել, որ Աստված մեզ հավաքել է իր եկեղեցում իր տան մեջ, փառք Տիրոջը դրա համար։ Այո, մենք գիտենք այս օրերում եղբայրներ քույրեր, որ աշխարհը ինչպիսի վիճակի մեջ է եւ ինչպիսի, ասենք, լարված վիճակի մեջ է, եւ այս բոլոր բաները մենք տեսնելով ավելի մենք վերհիշում ենք, որ ժամանակները մոտենում են եւ Տիրոջ խոսքերը կատարվում են եւ մենք մեզանից ինչ է մնում, եթե ոչ ել ավելի մեր անձերը աստվածապաշտության վարժեցնելու համար, ել ավելի մոտենալ Տիրոջը եւ լինել այն վիճակի մեջ, ինչ որ ասենք Աստված կամենում է մեր կյանքում։ Որպես նախաբան կուզեմ կարդալ առաջի Տիմոթեոս 4:7-8 համարները, որից հետո կշարունակենք։ Բայց պիղծ ու բառավական առասպելներից ետ կեցիր եւ քո անձդ աստվածապաշտության վարժեցրու, որովհետեւ մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե ներկա եւ թե ապագա կյանքի խոստումը ունի։ Ուրեմն կուզեի այս մտքի շուրջ մի քանի խորհրդածություններ անենք աստվածապաշտության վերաբերյալ։ Օրինակ, խոսելով աստվածապաշտության, ասենք, կարգավիճակի մասին, եթե օրինակ մեկը պիտի լինի աստվածապաշտության մեջ կամ աստվածապաշտության վարժված, իհարկե այսպիսի մեկը նախ եղբայրներ ինչպիսի մեկը պիտի լինի, նա պիտի լինի այնպիսի մեկը, որ Աստծո խոսքի հետ ինքը հաշտված է եւ խոսքի հետ հաշվի է նստում։ Եվ իհարկե ավելին, Աստծո խոսքով ինքը սնանում է։ Եվ ինչու եմ այս մասին խոսում, որովհետև այո, մարդու մեջ ինչպես եղբայրը խոսեց, որ այդ ադամական բնությունը կա, որ շատ ժամանակ ադամական բնությունը հոժար չէ Աստծո ամբողջական խոսքը ընդունելու, որովհետև ադամական բնությամբ մարդը ցանկություններ ունի, եւ այդ ցանկությունները այսպես չեն համընկնում Աստծո խոսքի հետ։
Հիմա մարդը պետք է որոշում կայացնի, իր ցանկությունները ընդունի առաջ տանի, թե իր ցանկությունները մի կողմ դնի, իր անձը ուրանա եւ հոժարի Աստծո խոսքին, հանձնվի Տիրոջը, այսպես ասած։ Այս պայքարը կա միշտ։ Եվ հետեւաբար աստվածապաշտության վարժությունը նաեւ սրա մեջ է, որ մենք, այսպես ասած, հոժարելով մեր ցանկությունը մի կողմ ենք դնում եւ նախասիրությունները եւ հանձնվում ենք Աստծո խոսքին, որովհետեւ այսպես ասած առանց վերապահումների Աստծո խոսքի նկատմամբ։ Օրինակ, կուզեմ այս նույն գլխի 6-րդ համարը կարդալ։ Այս բաները եղբայրներին հիշեցնելով Հիսուս Քրիստոսի բարի պաշտոնյա պիտի լինես ու պիտի սնանես հավատքի խոսքերով եւ այն բարի վարդապետությունով, որին հետևեցիր։ Սնանել հավատքի խոսքերով, սնունդ որպես մեզ համար։ Այսպես ասած, ախորժելով հոժարությամբ պիտի Տիրոջ խոսքը ընդունենք եւ մանավանդ խոսում է վարդապետության մասին, որին հետևեցինք։ Վարդապետությունը այն ուսմունքն է, այն ուսուցմունքն է, որ մենք որին հավատացել եւ ընդունել ենք Աստծո խոսքը։ Եվ այս վարդապետությունը չի փոխվում, սիրելի եղբայրներ, ինքը մնում է, այսպես ասած, նույնը։ Կարող է մենք ասենք ժամանակի ընթացքում ինչ-որ որոշ բաներ մեզ մի փոքր ավելի բացի, բայց հիմքում այդ վարդապետությունը, այդ կորիզը վարդապետության միշտ ինքը նույնն է մնում, այն չի փոխվում։ Եվ սրանում մենք մեր հոգևոր կյանքում էլ ենք համոզվել, որ շատ ժամանակ մարդը, այսպես ասած, ինչպես Աստծո խոսքում է, չի ասում, վարդապետության ամեն հովերից այս կողմ, այն կողմ երերալով լինում է, գնում է։ Բայց եթե մեկը Քրիստոսի մեջ հաստատված է, ուր էլ գնա թափառի, գալիս է այն ճշմարիտ այն վարդապետությանը, որ ասենք այն հիմնական վարդապետությանը ավետարանի Քրիստոսի վերաբերյալ, եւ մարդը մնում է այդ վարդապետության մեջ։ Եվ սա իհարկե այսպիսի ուսմունք կա, որովհետեւ եթե այս վարդապետության մեջ էլ մենք չլինենք, կսխալվենք, սխալվելու ունակ ենք։ Դրա համար Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որպեսզի իմանանք, թե ինչպես աստվածապաշտության կյանք պիտի ապրենք։ Մեզ վարժեցնում է այն։ Եվ մանավանդ, որ 7-րդ համարի մեջ կարդացինք, որ առաքյալը ասում է՝ «Պիղծ ու պառավական առասպելներից ետ կեցիր եւ քո անձը աստվածապաշտության վարժեցրու»։ Տիմոթեոսի մյուս համարի մեջ ասում է, որ ժամանակ պիտի գա, որ մարդիկ պիտի առասպելների ետևից գնան։ Առասպել ասելով կարող են նշանակի, որ ասենք են հորինված պատմություններ, մի բան, որ կարելի ասել ճշմարտության հետ կապ չունի, հնարովի մարդկային հնարովի խոսքեր են, ինչպես կարծեմ մի տեղ այդ մասին գրված է, որ հնարված խոսքերով չէ մարդիկ պիտի ժամանակ գա ոմանց խափեն եւ այլն, բայց այդ մարդը, որ ասենք Աստծո խոսքի հետ հաշվի է նստում եւ սովորում է, ինքը այսպես ասած ապահով է սխալմունքներից եւ հնարված գաղափարներից, այսպես ասած, պաշտպանված լինելու, որպեսզի չսխալվի։ Եվ այս խոսքի համեմատ է, որ մենք սովորում ենք եւ իմանում ենք, թե ինչպես պիտի աստվածապաշտության կյանք ապրենք։ Հիմա կուզեի մի համարել կարդալ, որ շատ, այսպես ասած, հոգեհարազատ է մեզ, առաջի գլուխ Հակոբոսի թղթի 21 համարը։ Ասում է. «Ուստի ամեն աղտեղություն ու չարություն մեկդի գցելով հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել»։ Ուրեմն հեզությամբ ընդունել այդ խոսքը, առանց այսպես ասած նախապաշարումների եւ այլն վերապահումների, որովհետեւ ինչպես մեզ հայտնի համարը Տիմոթեոսի, երկրորդ Տիմոթեոսի 3:16-ում ասում է, որ բոլոր գիրքը աստվածաշունչ է եւ օգտակար է սովորեցնելու, կուզեմ այդ տեղը կարդալ, խրատելու վերաբերյալ, որպեսզի ավելի ճիշտ լինի, կարդամ։ 3 գլուխ 16 համարը։ Օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Այս բոլորը իհարկե սովորելը, շտկվել, սրանք վարժանքներ են, ինչպես եղբայրը ասեց, չէ՞ որ այսպես ասած ամեն բան այսպես միանգամից որ մենք չենք փոխփոխությունը կարծեք թե վարժանքի միջոցով է լինում, երբ որ մերժում ենք ադամական բնությունը, մարդկայինը, մարմնավոր այս խրատի ճանապարհով, Աստծո խոսքը մեզ կրթում է, այսպես ասած, մենք կրթություն ենք ստանում։ Եվ այս խոսքի հետ մենք հաշիվ պիտի նստենք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սերմնացանի առակի մեջ Ղուկասի ավետարան 8-րդ գլխի 15 համարի մեջ Տեր Հիսուս վերջի օրինակի մասին խոսելով ասում է եւ այդ վերջի օրինակը, որ պտուղ բերեց, ասում է, ընդունեցին խոսքը հոժար սրտով, կամավոր սրտով, այլ խոսքով ասած։ Եվ մեր մոտ էլ այսպես պետք է լինի Աստծո խոսքի վերաբերյալ։ Որովհետև գիտեք, եթե մարդը հոժար սրտով Աստծո խոսքը չի ուզում ընդունել, պատճառաբանություններ է բերում իր
ցանկություններ, այսպես ասած, արդարացնելու համար, ասելով, որ դե այդ խոսքը օրինակ մեզ համար չի գրված, հիմիկվա համար չի, օրինակ եմ ասում, էլի, բայց այդպեսի բան չկա, կամ այդ խոսքը այդ չի նշանակում, դա ուրիշ բան է նշանակում, մարդը այդպես պատճառաբանություններ է բերում, որպեսզի խոսքը չկատարի, որովհետև իրան հարմար չի դա, բայց գիտեք, սիրելիներ, նոր կտակարանը մանավանդ, ինչ որ նոր կտակարանում գրված է, ես հավատում եմ եւ եղբայրները շատ ժամանակ այս մասին խոսել են, որ դա մեզ է վերաբերում, նոր կտակարանը մանավանդ եկեղեցու համար է գրված, բոլոր խոսքերը, ինչ որ կա, այնտեղ որևէ հին, այսպես ասած, սովորություն չկա, որ հիմա ուժի մեջ չի, այդ բոլորը իրենց նշանակություն ունեն, իրենց տեղը ունեն, ինչ որ մեզ համար գրված է եւ այստեղ է կարևոր հոժարությունը եւ հեզությունը։ Օրինակ, եթե մեկը փորձի, ասենք, խոսքին հակառակվել, ասել, որ դա ինձ համար չի գրված, այդտեղ հեզություն չկա։ Հեզություն այնտեղ է, որ մարդը խոնարհում է եւ ընդունում է։ Եվ իհարկե, եթե խոսքը մենք ասենք, խոսքը, որ մեզ սովորեցնում է ճշմարտություններ, պարկեշտության վերաբերյալ օրինակ, եթե մենք այդ խոսքի հետ հաշվի չնստենք, այն հեզությամբ չընդունենք, եթե խոսքը պարկեշտություն է մեզ սովորեցնում ու մենք չենք ուզում լսել, մենք չենք կարող պարկեշտ լինել։ Շատ պարզ է սա նաև։ Եվ մի ուրիշ բան էլ, պատկերացրեք, ասենք, մարդը նորից չի ուզում Աստծո խոսքի հետ հաշվի նստել, չի ուզում հաշտվել խոսքի հետ։ Եթե խոսքի հետ չհաշտվենք, սիրելիներ, մենք իսկապես աննազանդության մեջ ենք նաև Աստծո առջև։ Պատկերացրեք հիմա, եթե մարդ, ասենք, Աստծո խոսքի որոշ հատվածներ նոր կտակարանից եմ խոսում, չեմ ասում, հինն էլ մեզ է վերաբերում, բայց մանավանդ նոր կտակարանը, եւ այսպես մարդը, ասենք, իր սրտի մեջ չլուծված հարցեր ունի, օրինակ նոր կտակարանի մի հատված, օրինակ, իրեն հաճելի չի այդ խոսքերը, օրինակ եմ բերում, եւ այսպեսով մարդը գալիս է Աստծո առջև եւ կանգնում է աղոթքի։ Հիմա եթե մարդը իր սրտի մեջ, այսպես ասած, չլուծված խնդիրներ ունի, ինչպես պիտի Աստծո առջև կանգնի եւ ասի ես անմեղադրելի վիճակի մեջ եմ, չէ՞, այսպես չի լինում։ Դրա համար, որպեսզի մեր հարաբերությունները Աստծո հետ այսպես լավ լինեն, չխանգարվեն, ամեն ձևով մարդ պետք է ուղղակի հոժարի, հանձնվի Աստծո խոսքին, ամբողջությամբ ընդունենք սերներ սա։ Եվ իհարկե, ինչպես մենք խոսքին ընդունում ենք, ինչպես հավատացել ենք, այդպես էլ ապրում ենք։ Եթե օրինակ հավատում ենք բոլոր Աստծո խոսքին, պետք է որ դրա համատել մենք ապրենք։ Իսկ եթե բոլորը չընդունենք, մեր այդ ինչքան որ ընդունել ենք, այդպես էլ մեր կյանքը պիտի լինի, այդպես էլ պիտի ապրենք։ Հետևաբար, եթե ուզում ենք իսկապես աստվածապաշտության մեջ վարժ լինել, խոսքը ամբողջությամբ պետք է մեր սրտերի մեջ իր տեղը ունենա, իր գործը կատարի։ Կուզեի մի խոսք նայել Աստվածաշնչից Տիտոսի թուղթ 2-րդ գլխի 11 համարից եւ այս մտքի շուրջ մի քիչ զրուցենք։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց, նա մեզ կխրատե, որպեսզի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն։ Նա իր անձը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից ազատե ու մաքրե, իրեն սեփական ժողովուրդ անե, բարի գործերի նախանձախնդիր։ Հիմա այստեղ խոսում է Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց։ Եվ 12-րդ համարի մեջ ասում են. նա մեզ կխրատե, որպեսզի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք։ Հիմա այստեղ որ ասում է նա մեզ կխրատե, ում նկատի ունի։ Իհարկե սա կարևոր է։ Հիմա քիչ հետո տեսնենք թե ինչու։ Օրինակ, երբ որ ասում են նա մեզ կխրատե, արդյոք նկատի ունի Աստուծո, որ Աստված մեզ կխրատե, որ աշխարհային ցանկություն ուրանանք, թե Աստուծո փրկարար շնորհքը մեզ կխրատե, որպեսզի աշխարհային ցանկությունն ու ամբարշտությունը ուրանանք։ Երբ որ նայեցի անգլերենում, ուրեմն անգլերենում այսպես է գրված, ես ուղղակի քերականորեն այսպես բառարբար այսպես եմ թարգմանել, որ կուզեմ այդպես կարդալ, այսպես է գրված, թարգմանած, իհարկե ասում է, քանզի Աստուծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևացավ, մեզ խրատելով, որպեսզի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունը ուրանանք, կամ սովորեցնելով մեզ, որպեսզի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունը ուրանանք։ Այսինքն անգլերենի մեջ այդ նա բառը չկա, ասում է փրկարար շնորհքը մեզ սովորեցնելով, որպեսզի ամբարշտություն ուրանանք։ Այսինքն մի բան ենք հասկանում, որ մեզ սովորեցնողը, որպեսզի ամբարշտություն ուրանանք, դա Աստծո փրկարար շնորհքն է։ Այսինքն շնորհքը, Աստծո շնորհքը կապ ունի աշխարհային ցանկությունը
ուրանալու հետ, ինչ միջոցով մեզ սովորեցնում էին, որպեսզի ուրանանք աշխարհային ցանկությունը եւ արդարությունով ու բարեպաշտությունով ապրենք։ Այսինքն Աստծո շնորհքը, այսպես ասած, անջատված մի բան չի աստվածապաշտություն կյանք ունենալուց, ինչպես եղբայրը խոսեց այդ մասին, այլ այն մեզ սովորեցնում է, որպեսզի, այսպես ասած, աստվածապաշտ կյանք ունենանք։ Եվ ինչու եմ սա շեշտում, սիրելիներ, որովհետեւ գիտենք, աշխարհի մեջ կան, ասենք, շատ հասկացողություններ, ովքեր որ քարոզում են միայն շնորհք եւ ասում են շնորհքը կապ չունի աստվածապաշտ պարկեշտ կյանք ապրելու հետ, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ այդ շնորհքն է, որ սովորեցնում է, որպեսզի աստվածապաշտ եւ բարեպաշտ կյանք ունենանք։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն եւ այդ աստվածապաշտ կյանքը իհարկե դա նորից ենք կրկնում, դա մարդկային բան չէ, դա շինծու բան չէ, դա նորից Աստծուց է գալիս, Աստծո պարգևն, Աստծո շնորհքն է, իր սովորացրածը։ Հիմա խոսելով այս աստվածապաշտության կյանքի մասին, նաև կուզեի այս մի մտքի շուրջ էլ կանգ առնենք։ Լինել անմեղադրելի։ Ես չեմ խոսում, որ մենք կատարյալ ենք, բայց այն բանի մեջ, ինչ որ մեզի հասկանալի է, դրա մեջ հավատարիմ լինենք, որովհետև Աստծո նպատակն է մեզ Քրիստոսին կերպարանակից դարձնել, իր բնություն ունենալով։ Հիմա ինչ նկատի ունեմ ասելով, օրինակ անմեղադրելի լինել։ Կուզեմ կարդալ Եփեսացիս 4:27 համարը։ Սա էլ իհարկե վարժանք է մեր հոգևոր կյանքի մեջ։ Ասում է ու սատանային տեղի մի տակ, սա նկատի ունեմ, հակառակորդին տեղ չտալ։ Այսինքն այնպես չլինի, որ հակառակորդին մեկը տեղի տա ու լինի մեղադրելի։ Ինչ իմաստով տեղի տա, մեղք թույլատրելով։ Նրա օրինակ այստեղ խոսում է, չէ, ասում է, եթե բարկանաք մեղք մի գործեք, արևը ձեր բարկության վրա մարը թող չմտնի ու սատանային տեղի մի տակ, նա որ գողություն կաներ, այլևս թող չգողանա, այլ մանավանդ բարի գործի պարապելով իր ձեռքերով աշխատի, որպեսզի կարող լինի տալ կարոտ եղողին։ Այսինքն այս իմաստով, այսինքն մերժել մեր ցանկությունները եւ այլն եւ հակառակորդին այդ իրավունքը չտալ։ Եվ ամեն բանի մեջ պետք է զգուշություն անենք, սիրելիներ, թե խոսքով, թե վարմունքով, թե խորհրդով, ամեն բանի մեջ ուշադիր պիտի լինենք մեր անձերը պահելով, մեր անձը պահելով, չթույլատրելով, որպեսզի հակառակորդը մեզ մոտենա մեղքի առումով։ Հովհաննեսի թուղթ 5-րդ գլուխ 18 համարը կուզեմ կարդալ։ Գիտենք, թե նա, որ Աստծուց ծնված է, մեղք չի գործում։ Եղբայրս մասին խոսեց, չէ, վերստին ծնվածը մեղք չի գործում։ Նա, որ Աստծուց ծնված է, իր անձը կպահե ու չարը նրան չի դպչում։ Այսինքն մեզի տրված է այս պայքարի մեջ ազատ կամք է տրված, որպեսզի մենք մերժենք, մեր անձերը պահենք, իմանանք, թե մեր ցանկությունները ոնց ենք մի կողմ դնում, մերժում, այդ ցանկություններին չտրվել։ Հակառակորդին, այսպես ասած, մի փոքր տեղ պետքա չտրվի։ Ասենք ասել, որ սա դե մի փոքր բան է, ինչ կա դրա մեջ։ Ոչ, եթե մի փոքր տեղ տվեցին, նա մուտք է գործում իր վնասները կատարելով այդ մարդու կյանքի մեջ։ Հիմա խոսելով, ասենք, անմեղադրելի վիճակի մասին, նորից չեմ ասում, որ դեռ կատարյալ ենք, բայց ինչ որ մեզ բացված է դրա մեջ, ուրեմն անմեղադրելի լինենք։ Առաջի Հովհաննու թուղթ նորից 3-րդ գլխից կուզեմ կարդալ այս վիճակի հետ կապված անմեղադրելի 3-րդ գլուխ 19 համար։ Սրանով կճանաչենք, թե ճշմարտությունից ենք։ Մեր սրտերի համարձակությունով նրա առջև պիտի երևանք։ Եթե մեր սրտերը մեզ մեղադրեն, մենք գիտենք, թե Աստված մեր սրտերից մեծ է եւ ամեն բան գիտե։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, այն ժամանակ համարձակություն կունենանք Աստծո առջև կանգնելու։ Մեր սրտերը արդեն մեզ Սուրբ Հոգու միջոցով մեր խշմտանքի հետ գործելով մեզ ցույց են տալիս, թե մենք, իհարկե, եթե մեր խշմտանքը աշխատում է նորմալ ձևով, որ արդյոք մեր վիճակը ինչպիսին է, կամ մի մեղք, մի բան, որից մենք տեղյակ ենք ու դա չենք խոստովանել Աստծո առջև կամ դրանից չենք դեռ ձերբազատվել։ Իսկ եթե ինչ որ գիտենք, մեր հասկացողության չափով դա մեզ հայտնի է, մենք դրանից դարձի ենք եկել փառք Աստծո։ Նորից մենք գնում ենք այդ կատարելությանը եւ կատարելությունը կլինի իհարկե երկնքում։ Բայց նորից մեր անձերին, այսպես ասած, ուշադրություն պիտի դարձնենք այս առումով, որովհետև, ասենք, այն բաները, վիճակները, որ մեզ հայտնի են մեզ վերաբերյալ, դա մենք սովորում ենք Աստծո խոսքից, որովհետև Աստծո խոսքը չէ, երկսայրի թուր է այն, որ ամեն ձևով կտրում է եւ զանազանում է հոգին շնչավորից հոգևորը։ Եվ խոսքի հետ մենք շփվելով, մենք հայլի մեջ կարծեքին նայելով, մենք սովորում ենք, թե մենք ինչ վիճակ ունենք, ինչ վիճակի մեջ ենք, մեր անձերը քննելով, դատելով, շատ օգտակար վիճակ է։ Ինչպես Կորինթացիս
11-րդ գլխի մեջ է գրված, չէ, որ մեր անձերը, եթե դատենք, աշխարհի հետ պիտի չդատապարտվենք։ Ուրեմն այսպես մեր անձերը միշտ քննենք, սիրելիներ։ Եվ իհարկե խոսելով աստվածապաշտության կյանք ունենալու մասին կամ դրա մեջ վարժվելու մասին, չենք կարող աստվածապաշտության կյանքի մասին խոսել, եթե չխոսենք նաև աշխարհից զատված վիճակի մասին, որովհետև հոգևորը անշուշտ պիտի տարբերվի աշխարհից, թե արտաքինով, թե ներքինով, թե իր էությամբ պիտի տարբեր բնություն ունենա աշխարհի մարդուց, եւ թե ասենք իր դրսից երևացածով Տեր Հիսուս ասաց, որ չէ, հայր ասաց նրանց ես քո խոսքը տվեցի եւ նրանք այլևս աշխարհից չեն։ Խոսքը մենք ընդունելով այլևս աշխարհից չենք։ Այս խոսքը, որ գրված է, աշխարհի համեմատ չէ, դրա համար աշխարհի մարդիկ այս խոսքին են հակառակվում։ Այս խոսքի պատճառով էր, որ հալածանք էր գալի հավատացյալների վրա։ Ինչն է տարբերում, ասենք, մշակութային քրիստոնյային, ովքեր որ ասենք, այսպես ասած, ազգությամբ կամ մշակույթով քրիստոնյային եւ նրանք, ովքեր որ վերստին ծնված են։ Վերստին ծնվածները խոսքը ընդունել են իրենց մեջ, իսկ սովորական մարդիկ խոսքը դեռ չեն ընդունել, ընդամենը ասենք իրենց ազգությամբ եւ այն իրենց քրիստոնյա են համարում։ Խոսքն է, որ այդ մեծ տարբերությունն է տալիս, խոսքի ընդունելությունը եւ դրա համեմատ ուրեմն ապրելը, կյանք ունենալը։ Հիմա խոսելով ասենք այս վիճակի մասին, ամբարտավանությունը ասում եմ մերժենք, չէ, այս կյանք ինչպես կարդացին Տիտոսի թղթի մեջ, ասում այդ շնորհքը մեզ սովորեցնում է, որպեսզի աշխարհային ցանկությունը ու ամբարտավանությունը մերժենք, այսինքն այս աշխարհի հետ կապված ինչ որ կա, թե հոգեբանությամբ, թե կերպարանքով։ Աշխարհային հոգեբանությունը նայենք մի պահ։ Ինչպիսի հոգեբանություն կա աշխարհի մեջ։ Աշխարհի մեջ կա այս կյանքի ամբարտավանությունը, ինչպես առաջի Հովհաննես թղթի մեջ է գրված։ Ամբարտավանություն, դա ասենք այս հպարտություն է, ավելի կատարելագործված հպարտություն։ Չէ, օրինակ, երբ որ մինչև մենք Քրիստոսին դառնալը մեր վերստին ծնունդը, երբ որ դեռ մեր սրտերը թլպատված չէին, մենք էլ ենք այսպես։ Մեր էությունը տարբեր էր։ Մեր մեջ էլ կար այդպիսի հպարտություն եւ այլն։ Աշխարհի մեջ այսպես թե խոսակցականի մեջ, չէ, ասենք բառերի մեջ, իրենց կեցվածքով, մարդիկ այսպես ասած պարծենում են իրենց դիրքով, իրենց ունեցվածքով, բայց քրիստոնյայի մոտ այսպես չի պիտի լինի։ Սա քրիստոնյան բոլորովին հարմար չէ։ Այսպիսի վիճակը դա իհարկե աշխարհայինն է։ Եվ իհարկե սրանից նաև հետևում է կերպարանքը, որովհետև Հռոմեացիս 12-րդ գլխի մեջ ասում է եւ այլևս մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Սա մեզ ուղղակի շատ բարձ հուշում է։ Կերպարանք ասելը, այո, դա նկատի ունի դրսևանցն է, սիրելիներ, սա ոչ միայն ասենք ներսի մասին է խոսում, այլ նաև դրսի մասին։ Հիմա նորից միտք առնենք, խոսելով ազատ լինելու մասին, մենք Տիրոջ ազատներն ենք։ Այո, մենք ազատ կնոջ որդիներն ենք, ինչպես Գաղատացիս 4 գլխի մեջ է գրված, մենք ծառայինը չենք, մենք ազատ ենք։ Հապա ինչու պիտի մարդ այսպես աշխարհից հրաժարվի եւ այլն, սրանք ինչ կապ ունեն ազատության հետ։ Այս իմաստով, որ մենք ազատ լինելով, ինչպես Պողոս առաքյալն էր շատ ժամանակ գրում է, որ ինքը Տիրոջ ազատն է, բայց ինքը իրեն նաև համարում էր Քրիստոսի ծառան։ Այսինքն ոչ թե որ իր կամքին հակառակ այսպես ծառայության է գնացել գերության, այլ ինքը իր հոժար կամքով սիրելով իր անձը դրել է Քրիստոսի լուծի տակ։ Նույնպես էլ մենք, որովհետև Քրիստոսի լուծը այն քաղցր է, այն թեթև է, սիրելիներ, դա մեր օգտի համար է։ Այն բաներից, որ աշխարհից մենք այսպես հեռանում ենք, դա մեզ է օգուտ։ Այդ բաները, որ կան աշխարհի մեջ, ինչ որ կան, այդ ամբարտավանությունը, դրանք մեզ ուղղակի վնաս են, մեր հոգուն վնաս են։ Եվ մանավանդ, եթե աշխարհի կերպարանքն էլ մի կողմ չդնենք, որովհետև աշխարհի կերպարանքը գրված է, որ անցնում է այն հավերժ չի մնում, գիտենք դա։ Եթե աշխարհի կերպարանքն էլ մի կողմ չդնենք, մենք չենք կարող աշխարհին համ տալ կամ աշխարհի աղը լինել կամ լույսը լինել, մեր վրա պետք է լինի Աստծո շնորհքը, եւ այդ Աստծո շնորհքը որտեղ է գալի, երբ որ մարդը ամբողջությամբ հանձնվում է Աստծո խոսքին, այսպես առանց վերապահումների, որպեսզի Աստծո շնորհքը ամբողջությամբ գործի մարդու մեջ, կիսատ բաներ չլինի, չլուծված հարցեր չլինեն մարդու սրտի մեջ, խոսքի նկատմամբ հակառակություն, չհոժարել, որպեսզի ամբողջությամբ Աստծո խոսքին հնազանդվել։ Ահա ինչքան կարևոր է, սիրելիներ, որպեսզի այս օրերի մեջ մենք այլ ավելի ուրեմն առաջանանք այդ աստվածապաշտության կյանքի մեջ, որը մեզ Աստծո խոսքն է սովորեցնում։ Սա է Աստծո պատգամը։ Կուզեմ մի երկու համարել նայենք որպես վերջաբան, որից հետո կավարտենք։ Եփեսացիս 5-րդ գլխի 15 համարից։
Նայեցեք, որ զգուշությամբ քայլեք ոչ թե անմիտների պես, հապա իմաստունների պես, ժամանակը ծախու առեք, որովհետև օրերս չար են, նրա համար անմիտ մի եղեք, հապա իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Մի գինովնակ գինիով, որի մեջ անառակություն կա, հապա հոգիով լեցվեցեք սաղմոսներով ու օրհնություններով եւ հոգեվոր երգերով, ձեր մեջ խոսակցելով, երգեցեք ու սաղմոս ասեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո ու մեր Հորը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հիմա օրերս չար են։ Մենք սա բարձ տեսնում ենք մեր օրերի մեջ, ինչպես սկզբում ասացի, աշխարհը շատ, այսպես ասած, ճնշված, անհանգիստ, լարված վիճակի մեջ է ամենուր այսօր, եւ չգիտենք ինչպես, այսպես ասած, ինչպիսի օրեր կլինեն հետագայում, բայց մեզանից մնում է այն, որ ժամանակը ծախու առնենք, ինչպես որ պետք է հոգևոր կյանքի մեջ առաջանանք, հիմա այդ ժամանակը օգտագործենք, մանավանդ ասում է իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Մենք Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչն է Տիրոջ կամքը, սիրելիներ, դա Աստծո խոսքն է, որ մենք սովորում ենք եւ դրա համեմատ էլ ապրում ենք։ Եվ վերջի համարը կուզեի երկրորդ Պետրոսից մի խոսք կարդալ, որից հետո գանք վերջաբանին։ 3-րդ գլխի 11 համար։ Ուստի քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվեն, այսինքն այդ վերջի ժամանակների դեպքերը, ձեզի ինչպիսի մարդիկ լինել կվայել է սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով ու արտորալով Աստծո օրվա գալուն, որի մեջ երկինքը կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնկված պիտի հալեն, սակայն իր խոստումի համաձայն նոր երկնքի ու նոր երկրի կսպասենք, որոնց մեջ արդարությունը կբնակվի։ Ուրեմն ինչքան որ տեսնում ենք, որ այդ օրը մոտենում է, սիրելիներ, ել ավելի իրար քաջալերենք, ինչպես լինում է այսօր, եւ աստվածապաշտության կյանքի մեջ մեր անձերը իսկապես վարժեցնենք, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Քեզ եմ թափանում, Հիսուս իմ փրկիչ, կարոտ եմ քո ներկայության, իմ դեր կատարյալ, անձս եմ բերում, ու սպասում հարցենության, հաշվիր այս իմ
ապրի